Փառք Տիրոջը սիրելի եղբայրներ քույրեր, թող Տերը օրհնի բոլորիս իր մեջ շնորհքով, իր ողորմությունով, որ մենք այսօր կրկին հավաքվել ենք Տիրոջ սուրբ ոտքերի մոտ, իրանից լսելու, իրանից առնելու, ինչպես եղբայրը կարդաց սկզբից հիշեցրեց այդ համարը Հովանու ավետարանի 4-րդ գլխում, ինչպես այն կինը եկել էր ջուր քաշելու, այնպես մենք էլ մեր ամեն օրը, ամեն անգամ, երբ որ գալիս ենք պաշտամունքի, մենք էլ ենք գալիս ջուր քաշելու, սիրելի եղբայրներ քույրեր։ Մենք էլ ամեն մեկս ծարավով, փափագով գալիս ենք լսելու, Տիրոջից առնելու, մեզ անհրաժեշտ ինչ որ մենք կարիք ունենք դա ստանալու, վերցնելու Տիրոջից, եւ մենք ամենքս նույնը չենք, եւ նույն կյանքով չենք ապրում, եւ ամենքս ունենք մեր առանձնահատուկ Տիրոջից առնելու կարիքները, Տիրոջից առնելու այն ինչի կարիքը որ մենք ունենք եւ նպատակը որի համար որ մենք գալիս ենք ամեն մեկինս տարբեր է բայց դա միավորվում է մի Աստծո խոսքի մեջ դա միավորվում է Տիրոջ մեջ եւ Աստված պատրաստ է բոլորիս կարիքները հոգալ պատրաստ է բոլորիս մխիթարել պատրաստ է բոլորիս ներսի փափագը լցնել ներսի կարիքը լցնել իր խոսքի միջոցով իր ներկայության միջոցով եւ եթե մենք ունենք այդ սիրտը որը որ Տիրոջից այդ հավատքով կարողանում ենք առնել ինչպես այն կինը հավատքով աղավ չէ ասեց Տեր տուր ինձ այդ ջուրը եւ մենք էլ ունենք ջրի կարիք սիրելի եղբայրներ քույրեր այդ կյանքի ջրի կարիքը որովհետեւ շատ անգամ մենք հոգնում ենք զանզրանում ենք մեր առօրյայից մեր ամեն օր կրկնվող իրավիճակներից եւ շատ անգամ կյանքի կարիք ենք զգում, իրականության կարիք ենք զգում, այն կյանքի, որը որ Տիրոջ մեջ է, այն կյանքի, որը որ Տեր Հիսուս Քրիստոսը բերել էր։ Թող Տիրոջ անունը փառավորվի, Աստված օրհնի բոլորիս, որ բոլորիս սրտի փափագը լցվի, բոլորիս կարիքը լցվի մեր այստեղ գնալուց հետո։ Տիրոջ անունը փառավորվի։ Քանի որ մենք արդեն կարծես տարին ոլորեցինք, չէ, դեն զրուցում էինք, որ տարվա վերջում, որ նոր տարվա ընթացքում փորձենք ավելի մի քիչ մեր մոտեցումը փոխել հոգևոր կյանքի նկատմամբ, չէ, եւ իհարկե մենք հասկացանք, որ հատուկ ինչ-որ քայլեր ձեռնարկել պետք չի, կարիք չկա դրա, բայց պետք է հասկանանք, որ գնալով մենք մոտենում ենք Տիրոջ գալստյանը Եվ սա ոչ թե մեզ ինչ-որ պետք է վախեցնի, մեզ ինչ-որ ծայրահեղ վիճակի մեջ գցի, այլ հակառակը, որ մենք կարողանանք սառը դատողությամբ ճիշտ որոշումներ կայացնել։ Մենք խելացի գտնվենք, ճիշտ որոշումներ կայացնենք, իմաստուն կույսերի պես լինենք սիրելի եղբայրներ քույրեր եւ չկարծենք, որ այդ իրականությունը, այդ աղակը, որը որ Տերը պատմեց իմաստուն եւ հիմար կույսերի մասին, 10 կույսերի մասին, դա պարզապես աղակ էր։ Դա աղակ չէր սիրելի եղբայրներ քույրեր, դա իրականություն էր, որը որ տեղի ունենալու իրականություն էր, որը որ այսօր էլ տեղի ունենում շատ անգամ մեր կյանքում եւ մենք տեսնում ենք, որ այդ աղակը փաստացի կարող է տեղի ունենալ ամեն մեկիս հետ։ Եվ թող Տերը օգնի, որ մենք լինենք այն 5-ի շարքում, ովքեր որ իմաստուն էին, այն 5-ի շարքում, այն մարդկանց շարքում, ովքեր որ խելացի էին գտնվել, իրանց ժամանակը ճիշտ էին օգտագործել, լցվել էին Տիրոջ ներկայությունով, լցվել էին Աստծո խոսքով եւ իրանց ներկայությունով իրանց գործերով, իրանց խելացիությունով կարողացել էին պաշար հավաքել նեղության եւ դժվարության օրվա համար։ Իսկ այդ օրերը մենք շատ լավ հասկանում ենք, գիտակցում ենք, որ կախված չեն մեզանից։ Մենք չենք կարող փոխել իրավիճակ, այն ինչը որ մեզանից կախված չի, բայց կարող ենք փոխել այն ինչը որ մեզանից է կախված։ Այսինքն մեր ներսի փափագը, մեր ներսի ցանկությունը, մեր ներսի փնտրտուքը Տիրոջը եւ սա անմիջական մեզ հետ է կապված եւ եթե ես պատճառաբանություն բռնեմ ինչ որ բաներ զբաղվածություն, ծանրաբեռնվածություն դրանք արդարացում չեն լինի սիրելի եղբայրներ քույրեր եւ ոչ միայն արդարացում չեն լինի այլ վնաս կտան ինձ վնաս կտան Տիրոջը լցվելու եւ Տիրոջմով աղատանալու եւ հարստանալու համար թող Տիրոջ անունը փառավորվի Ես ուզում եմ մեզ բոլորիս համար կարդալ Հռոմեացիների թղթից 10-րդ գլխի 17 համարից
որտեղ որ մեզ շատ հայտնի ծանոթ համարը հավատքի մասին է գրված, ուրեմն հավատքը լսելն է ու լսելը Աստծո խոսքեն, բայց կսեմ, միթե չլսեցին, մանավանդ բոլոր երկիր ելավ անոնց հնչյունը ու անոնց խոսքը մինչև աշխարհի ծայրերը, բայց կսեմ, միթե Իսրայել չգիտցավ, առաջ Մովսես կսե, ես ձեզի պիտի գրգռեմ, որ նախանձեք անպիտան ժողովրդիմը ու անմիտ ազգովը ձեզ պիտի բարկացնեմ, բայց Եսային կհամարձակի ու կսե, ես անոնց մեջ գտնվեցա, որոնք զիս չէին փնտրեր, հայտնի եղա անոնց, որոնք զիս չէին հարցներ, սակայն Իսրայելի վրայով կսե, բոլոր օրը իմ ձեռքս երկնցուցի անհնազանդ ու հակառակող ժողովրդիմը։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ես շեշտ ուզում եմ դնել հենց առաջի համարի վրա, 17-րդ խոսքի վրա, որը որ ասում է, ուրեմն հավատքը լսելն է ու լսելը Աստծո խոսքեն։ Այս համարը մենք շատ ենք խոսացել, շատ անգամ լսել ենք, գիտենք եւ մենք ինքներս կիրառել ենք մեր կյանքում, տեսել ենք, որ Աստծո խոսքից մեր ներսում հավատք է առաջանում, հավատք է գոյանում եւ ինչպես ենք կարծում, դա ամենօրվա անելիք է, թե մեկ անգամ մենք հավատացել ենք, մեկ անգամ լսել ենք ու հավատացել ենք, դա բավարար է եղել։ Իհարկե ամեն օրվա է սա, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ այդ հավատքը մենք բոլորս մեր մեջ ունենք։ Այդ մանանեխի հատը, որի մասին Սուրբ Գիրքը ասում է, մենք բոլորս ունենք, սիրելի եղբայրներ, քույրեր։ Բայց շատ անգամ մենք այդ մանանեխի հատի մասին մոռանում ենք։ Շատ անգամ մենք համարձակություն չենք ունենում հավատալու, ընդունելու, որ մենք ունենք մեր ներսում այդ մանանեխի հատը եւ կարող ենք ի գործ դնել։ Երբ որ աշակերտները Տեր Հիսուսին հարցրեցին, թե ինչպես եղավ, որ այդ թզերին չորացավ, Տերը ասեց, հիշում եք այդ խոսքերը, ասեց, միթե այդպես անհավատ եք։ Ասեց, եթե դուք մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս լեղանը ասեք, որ ելի ու ընկիր ծովը պիտի լինի։ Հիմա խնդիրը նրանում չի, որ մենք ինչ-որ լեղան կամ ինչ-որ ծաղրի ասենք չորանա կամ ինչ-որ նմանատիպ բաների մասին, դրանք նախատիպ էին եւ օրինակ էին մեզ համար հասկանալու, որ մեր կյանքում կան բաներ, որոնք որ Աստված տվել է հնարավորություն հավատքով դեմ դնելու, հավատքով կանգնելու դրա առաջ, հավատքով քայլ անելու եւ հավատքով Աստծո ետևից գնալու։ Սիրելի եղբայրներ, քույրեր, շատ անգամ ինչ-որ խնդիրներ, որ լինում են մեր կյանքում, մեր ընթացքում, հոգևոր ճանապարհին, դրանք կլինեն ֆիզիկական խնդիրներ, դրանք կլինեն ինչ-որ նյութական, հիվանդության հետ կապված տարբեր ընտանեկան հարցեր եւ խնդիրներ, շատ անգամ այդ խնդիրների ընթացքում ինչ ենք մենք անում, մենք ընկնում ենք տագնապի մեջ, մենք շփոթվում ենք, մենք սկսում ենք ավելի բարձրաձայն աղաղակել, ավելի բարձրաձայն աղոթել, մեր աղոթքները կարծես շատանում են, եղբայրներին, եկեղեցուն ենք ներգրավում, ասում ենք, խնդրում ենք աղոթել ես ինչ հոգսի համար, իմ հոգսի համար եւ այլն եւ այդ տագնապը չի վերանում, մենք անընդհատ այդ տագնապի մեջ սպասում ենք խնդրի լուծմանը, մտածում ենք Աստված արդյոք երբ է լուծելու, երբ է այդ խնդրի լուծումը տալու եւ անդադար սպասում ենք դրա մեջ։ Բայց Աստված, գիտեք, ուրիշ կերպ է նայում այդ ամեն ինչին եւ ուրիշ աչքերով է նայում։ Թող Տերը օգնի, որ մենք էլ կարողանանք տեսնել այդ նույն աչքերով, ունենալ այդ նույն բնությունը, այդ նույն բնավորությունն է Տիրոջ եւ նայել իր աչքերով, այն ինչպես որ Աստված է նայում այդ ամեն ինչին։ Եվ շատ անգամ Աստված դիտելով ոչ թե ուզում է, որ մենք ոչ թե ուզում է, որ միանգամից այդ խնդիրը լուծի եւ մենք ուրախանանք, որովհետեւ շատ դեպքերում, շատ անգամ, երբ որ խնդիրները այդպես լուծվում են մեր կյանքում, մենք մոռանում ենք Տիրոջ մասին։ Մենք անկեղծ եթե լինենք, ասենք, որ մենք մոռանում ենք Տիրոջ մասին, մենք մոռանում ենք իր ներկայության մասին մեր մեջ, մոռանում ենք իր էության մասին, որը որ մեր մեջ պետքա լինի։ Եվ շատ անգամ մեր աղաղակը Տիրոջը բարձրանում է, մեր անկեղծությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ որ մենք խիստ անհրաժեշտության մեջ ենք լինում, խիստ կարիքի մեջ ենք լինում եւ Տիրոջ կարիքն ենք ունենում ու խնդրում ենք, ասում ենք Տեր այցելի, Տեր օգնի, Տեր տուր այն ջուրը, որ այս ջրհորի մոտ չգամ։ Ինչ ջուր եմ ես ուզում Տիրոջից։ Ինչ ջուր եմ ես ուզում Տիրոջից, ինչպես արդեն ասվեց, նշվեց
Արդյոք այն ջուրը, որը որ ես ուզում եմ, համընկնում է նույն այն ջրի հետ, որը որ Աստված է ուզում ինձ տալ։ Արդյոք համընկնում է այդ ջուրը Տիրոջ կամեցած ջրի հետ, այն երկնքից բխող ջրի հետ, որը որ գահից բխում էր, եւ նաեւ Տեր Հիսուսը Հովանու ավետարանի մեջ 7-րդ գլխում ասեց, որ նա, որ ինձ հավատում է, ինչպես գիրքը կսե, անոր փորից կենթանի ջրի գետեր պիտի բխեն։ Ստեղ էլ է խոսում ջրի մասին, տեսնում ենք, ջուր, ինչ է այդ ջուրը, ինչ է արդյոք այդ ջուրը, ես ինչպես եմ պատկերացնում, ինչու՞մն է կայանում այդ ջրի էությունը եւ ինչպես ես կարող եմ հասկանալ, արդյոք բխում է իմ կյանքից այդ ջուրը թե ոչ։ Հովանու ավետարան 7-րդ գլուխ 37 խոսք։ Տոնին վերջին օրը Հիսուս կայնել էր, կաղակեր ու կսեր, եթե մեկը ծարավ է, թող ինձի գա ու խմե։ Ան որ ինձի հավատա, ինչպես գիրքը կսե, անոր փորեն կենթանի ջրի գետեր պիտի բխեն։ Հիմա Տերը ասում է նորից ջրի մասին, ու Տեր Հիսուսը ինչ ջրի մասին որ խոսում է այստեղ, նույն ջրի մասին խոսում էր Հովանու ավետարանի 4-րդ գլխում։ Եվ այդ ջուրը այսօր ինքը մեզ է ուզում տալ, եւ ուզում է որ մենք էլ այդ ջրի փափագը ունենանք, այդ ջրի փափագը ունենանք, ոչ թե այն մնացած ջրերի, որոնք որ մենք ենք պատկերացնում, այն մնացած ջրերի, որոնք որ մեզ համար կարծես կարևոր նշանակություն ունեն եւ մենք աղաղակում ենք, ասում ենք Տեր, ես ես խնդիր ունեմ, Տեր, ես ես հարցը ունեմ չլուծված, Տեր, ես ես կարիքը ունեմ, իսկ ինչպես ենք կարծում, արդյոք պատահական է շատ անգամ ես փորձեմ համարձակություն ունենալ ասել, որ արդյոք պատահական է շատ անգամ մեզ հետ կատարվող իրադարձությունները պատահական են, կարծում եմ ոչ։ Ինչի, որովհետև Աստված ուզում է, որ մենք իր ջուրը ուզենք։ Աստված ուզում է, որ մենք երկնքի ջրի փափագ ունենանք, այն ջրի, որի մասին որ ստեղ գրված է, ասում է, այն կնոջը ասում է, այն ջուրը, որ դու խմում ես, էլի ծարավելու ես, բայց այն ջուրը, որ ես եմ ուզում քեզ տալ, դու էլ չես ծարավի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, դուք բոլորը հիշում եք անաղակ որդու աղակը, որտեղ որ երկու զավակ կային, մեկը իր ժառանգությունը ուզեց, գնաց փչացրեց իր ժառանգությունը, այն մյուս որդին գիտենք տան մեջ էր, չէ, հոր հետ ապրում էր։ Ես սա միջանկյալ ուզում եմ մեջբերում անել ընդհանուր մտքի մեջ։ Այդ որդին, որը որ տանն էր եւ հոր հետ ապրում էր, տեսնում ենք, որ ինքը հոր տանը ապրելով, հոր հետ լինելով իր ներսի փափագը, իր ներսի ուրախությունը այն չէր, որ ինքը հոր հետ ապրում, այն չէր, որ ինքը իր հոր ներկայության մեջ ապրում եւ իր հոր կյանքով այդ հոր ուրախությունով ուրախանում է։ Հակառակը ինքը ուներ իր անձնական ուրախությունը, ինքը ուներ իր անձնական բարեկամները կարծես, որովհետեւ ասում է դու անգամ ինձ մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամներիս հետ ուրախանամ, իսկ ովքեր էին արդյոք այդ որդու բարեկամները, որոնք որ հորից հեղու էին, ովքեր որ կարծես հորից զատ մարդիկ էին։ Հիմա խնդիրը ինչումն է, ասելի եղբայրներ քույրեր, մենք տան մեջ, հոր տան մեջ գտնվելով, հնարավոր է այդ կյանքի իրական ջուրը չհասկանալով բարեկամներ փնտրենք, բարեկամներ ուրիշ տեղ տեսնենք, իսկ այդ բարեկամները դրանք պարտադիր չի հենց կոնկրետ մարդկանց տեսքով լինեն, պարտադիր չի, որ դրանք հենց մարդիկ լինեն, դրանք երևույթներ են, դրանք մտքեր են, դրանք իղձեր ու փափագներ են մեր ներսում, որոնք որ մեզ հեռացնում են հորից, այդ կյանքի ջրի աղբյուրից են հեռացնում, սիրելի եղբայրներ քույրեր, եւ այն ինչ որ շատ անգամ մեր կյանքում կարող է տեղի ունենալ, այն ինչ որ շատ անգամ մեր կյանքում հենց տեղի ունենում է, դա հենց բխում է նրանից, որ մենք շեղվել ենք իրական ջրի աղբյուրից, շեղվել ենք իրական ջրի աղբյուրի փափագից եւ փափագում ենք ուրիշ ջրեր, որ գրված է մարգարեության մեջ, Եսայի մարգարեության մեջ, սկզբի երկրորդ, եթե չեմ սխալվում, գլխում, որ ասում է ծակոտ գուբեր են փորում, հիշում եք, կենթանի ջրի աղբյուրը թողած, ծակոտ գուբեր են փորում եւ այդ խոսքը դուք գիտեք, բոլորը դες չեմ ուզում ընթերցել, հիմա խնդիրը նրանում չի, որ մենք ծակոտ գուբեր ենք փորել, բայց խնդիրը նրանում է, որ մենք կենթանի ջուրը արդյոք մեր կյանքի ընթացքում, մեր ապրած օրերի մեջ, մեր հոգևոր կյանքի ընթացքում, արդյոք ինչ ջուր եմ ես խնդրում,
Արդյոք ինչ ջուր եմ ես փափագում, որ ջրին եմ ես ձգտում, որ ջուրն է ինձ ավելի հոգեհարազատ, ինձ ավելի փափագելի, որովհետև մենք բոլորս էլ ապրում ենք նյութական աշխարհում, նյութական կյանքից մենք չենք կարող առանձին ապրել, դա մեր առօրյան է, բայց արդյոք իմ փափագն է դա, արդյոք իմ ուրախությունն է դա, արդյոք իմ կյանքի նպատակները հենց պարփակվում են այդ նյութականի մեջ, թե ես այդ ամեն ինչը օգտագործում եմ միայն այն նպատակով, որ ավելի մոտենամ Տիրոջը, այն նպատակով, որ ես Տիրոջը ավելի իմ կյանքում Տիրոջմով լցվեմ եւ լինեմ այն կույսերի, այն 10 իմաստուն կույսերի այն 5-ի մեջ, ովքեր որ իմաստուն էին եւ լցվում էին այդ կյանքի ջրով, լցվում էին այդ յուղով, լցվում էին Տիրոջ ներկայությունով, լցվում էին իր ուրախությունով եւ թող Տերը օգնի, որ մենք չլինի այնպիսի մի վիճակ, որ լինելով տան մեջ ունենալով այն ամեն ինչը որ մենք ունենք հոգևոր առումով, ինչպես են անաղակ որդու մեծ եղբորը իր հայրը ասեց, այն ինչը որ տան մեջ է, դա ումն է, քոնն է ասեց։ Հիմա արդյոք ես տեսնում եմ, որ հոգևոր կյանքում այն ինչ որ Աստված տվել է, դա իմն է։ Դա մերն է, սիրելի եղբայրներ, քույրեր, դա իմն է եւ ձերն է, դա քոնն է։ Մենք պետք է հավատքով խնդրենք եւ այդ խոսքը, որը որ Հռոմեացիների 10-րդ գլխում ասում է, որ լսելը հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Հիմա այդ խոսքը մեր մեջ հավատք է ծնում, մեր մեջ հավատք է առաջացնում, որ այն հոգևոր բոլոր բաները, որ Աստված տվել է, դրանք իմն են, սիրելի եղբայրներ, քույրեր։ Պետք չի կարծել, որ Աստված նոր դրանք պետք է տա, որովհետև եթե կհիշեք, Պետրոս Աղաքյալը իր թղթերի մեջ ասում է, որ Աստված պաշտության վերաբերյալ բոլոր բաները Աստված մեզ տվել է։ Տվել է, սիրելի եղբայրներ, քույրեր, նոր չի տալու։ Տեսեք, գրված է 2 Պետրոս 1:3 խոսք. ինչպես իր աստվածային զորությունը կյանքի եւ աստվածպաշտության վերաբերյալ բոլոր բաները մեզի տվավ, անոր գիտությունով, որ մեզ փառքով ու աղաքինությունով հրավիրեց։ Հիմա փառքով եւ աղաքինությունով ամեն մեկս հրավիրված ենք եւ Աստված ասում է, որ Սուրբ Հոգին մեր մեջ այդ աշխատանքը կատարում է, որ բոլոր հոգևոր բաները մեզի տրված են։ Կարիք չկա մտածել, որ հայր, դու ինձ այս խնդիրը չլուծեցիր իմ կյանքում, որ ես կարողանամ քեզ ազատ պաշտել։ Տեր, դու չես այս խնդիրը լուծել, սա արգելք է ինձ համար, ես չեմ կարողանում քեզ պաշտել, իմ ընտանիքում այս խնդիրը կա։ Ես այս հարցը ունեմ, այս հիվանդությունը ունեմ, ես այս խնդիրը ունեմ, մենք չենք կարող այդպես ասել։ Ես այդ օրինակի համար կհիշացնեմ ձեզ Ղազարոսին, սիրելի եղբայրներ, քույրեր, ում օրինակը Տեր Հիսուսը բերեց, ինչ վիճակում էր Ղազարոսը, աղքատ, չէ՞, հարուստի տան դղան մոտ, վերքերով լցված, շները իր վերքերն էին լիզում, բայց ինքը գնաց Աբրահամի գիրկը, սիրելի եղբայրներ, քույրեր, որովհետև կա մի նեղսի վիճակ, որը որ կախված չի ընդհանրապես մեր նյութական եւ ֆիզիկական կարգավիճակից, եւ եթե անգամ ես Ղազարոսի պես վերքերով լցված լինեմ, ես չունենամ ոչ մի բան եւ ապրեմ այդ կարգավիճակով, ես կարող եմ Տիրոջը ունենալ իմ կյանքում, ես կարող եմ իրանով լցված լինել, ես կարող եմ ունենալ այն կարգավիճակը, որը որ Տեր Հիսուսը ասեց Հովհաննես Ավետարանի 7-րդ գլխում, ան որ ինձի կհավատա ինչպես գիրքը կսե, անոր փորեն, կենթանի ջրի գետեր պիտի բխեն, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ մենք ինչ որ սկզբում ես արդեն շեշտեցի, որ տարին սկսվել է, մենք իհարկե այտենց հատուկ չենք շեշտում, որ ինչ-որ բան գործողություն կատարենք, բայց մեր ներսում, մեր հոգու աշխարհում մենք աշխատանք կատարենք մեր ներսի հետ, մենք ինքներս մեր վրա աղոթք անենք, մեր ներքին սենյակում, ասենք Տեր, ես ուզում եմ իմ կյանքում այս ջուրը բխի, այս կյանքի գետը բխի, այս ներսի վիճակը ես ունենամ, ու ես քո կենթանի ջուրը փափագեմ, որ մոռանանք մնացած ջրերի մասին, հոգսերի, դժվարությունների, դրանք Աստված տեսնում է, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ շատ անգամ դրանց ինչպես արդեն շեշտեցի, դրանք պատահական տեղի չեն ունենում, տեղի ունենում են նպատակով, որ մենք մեր հայացքը ուղենք իրան, որ մենք մեր հայացքը դեպի կենթանի ջուրը ուղենք, սիրելի եղբայրներ, քույրեր, որ չնայենք աջ ու ձախ, չնայենք մնացած բաներին, հապա կենթանի ջրին մենք ձգտենք, սիրելի եղբայրներ, քույրեր, որ այդ ջուրը բխի մեր կյանքում, որ այդ ջրով մենք լցվենք, որ այդ փափագը ունենալով
այդ յուղով ու պաշարով լցվենք, որ չլինենք այն կույսերի, այն 5 հիմարի շարքում, ովքեր որ չունեին դա, ովքեր չունեին, իրանք ապրում էին այդ օրով, իրանք հարցերով, իրանք ներսի ուրախությունը ուրիշ տեղ էր, եւ իրանք չէին մտածում, որ կարիք ունեն ավելիով լցվելու, բայց թող Տերը օգնի, այսօր Տերը կանչել է բոլորիս այս վայրը, ոչ թե պարզապես միայն ինչ-որ խոսքեր լսելու համար, որ մենք լսենք, ուրախանանք, դուրս գանք ստեղից ու մոռանանք, մինչև դահլիճի դրսի դուռը հասնելով մոռանանք, թե պաշտամունքը ինչի մասին էր, ապա հակառակը Տերը մեզ կանչել է այս վայրը նրա համար, որ մենք լցվենք իր ներկայությունով, լցվենք իր ուրախությունով, լցվենք իր կենթանի ջրով, սիրելի եղբայրներ, քույրեր, ու այդ ջուրը մեզ առաջնորդի մեր կյանքի ողջ ընթացքում իրանով լցվելու եւ իրան սпасելու համար ամեն թող Տիրոջ անունը փառավորվի գանք աղոթքով Տիրոջ առաջ մեր սրտերը բերենք Տիրոջը եւ խնդրենք որ այս գործը այս աշխատանքը որը որ Տերը կատարեց Հովանու ավետարանի 4-րդ գլխում են կնոջ կյանքում որ կյանքի ջուրը տվեց իրան այդ նույն ջուրը ամեն մեկս ունենանք եւ շարունակենք այդպես